Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Հայաստանը ձեռնամուխ է եղել իր անվտանգության համակարգի ռազմական գերատեսչության, արտաքին քաղաքականության բարեփոխումներին, արմատական բարեփոխումներին 2020-23 թվականի պատերազմներից, պարտությունից հետո ինչ արդյունք ունենք, ինչ կարելի է սպասել։ Այսօր անդրադառնալու ենք այս հարցերին։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, բարև ձեզ, պարոն Տոնոյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Տոնոյան, ես եմ շնորհակալ եւ շնորհակալ, որ եթե չլներ հանրայինի, ես իհարկե չէի մասնակցելու այս։ Շնորհակալ եմ շատ։ 2020-23 թվականներին ռազմական գործողություններից հետո Հայաստանը ձեռնամուխ եղավ իր այսպես անվտանգության ողջ համակարգի փոփոխությանը, մասնավորապես զինված ուժերի պարագայում ըստ էության մենք հրաժարվում ենք, կարելի է այսպես ասել, ամեն ինչից, ինչ կապված է խորհրդային, ռուսական, այսպես դպրոցի ժառանգության հետ, չգիտեմ, սկսած համազգեստից, վերջացրած ռազմական տեխնիկա, մարտը վարելու կարծես մոտեցումներ, բանակի կառուցվածք, տեղեկությունը բավականին սահմանափակ է, դուք տևական ժամանակ գլխավորել եք Հայաստանի ռազմական գերատեսչությունը, եղել եք ղեկավար կազմում, դուք ինչ գնահատական ունեք Հայաստանը ինչի է հասել նախորդ տարիների ընթացքում այս ուղղությամբ։ Խնդիրը նրանում է, որ ինչին որ դուք անվանում եք սահմանափակ տեղեկատվություն, այդ տեղեկատվությունը բնական է, որ նաև սահմանափակ է ինձ համար։ Իհարկե կարելի է տողերի արանքով կարդալ եւ ավելի շատ գիտելիքներ ունենալու, փորձ ունենալու տեսանկյունից ավելի շատ տեղեկություններ ունենալ, բայց միակ աղբյուրը, որ դուք կոչում եք հիմա փոփոխությունները, կոչել են հայեցակարգով կերպափոխում, եւ այդ կերպափոխման հայեցակարգով ինչ որ նախատեսվում է, դա էլ նույնը նույն տեղեկություններն են, որոնք որ ես ստացել եմ։ Այդ տեղեկությունների հիման վրա, եթե դուք փորձեք գնահատական տալ, ինչ կարող եք ասել 20 թվականից հետո 6 տարի է անցել շուտով, 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո հիմա Հայաստանի զինված ուժերը բանակը ինչ վիճակում են։ Շատ դժվար է գնահատական տալ, հուսով եմ, որ մարտունակությունը չի նվազել։ Հուսով եմ։ Հայաստանի կառավարությունը Հայաստանի սահմանների ողջ երկայնքով, նկատի ունեմ նախ եւ առաջ հայ-ադրբեջանական, կառուցում է հսկայական բունկերներ, այսպես կարելի ասել, ամրաշինական շրջաններ, դրանք ինչի են ունակ, ինչ կարող են անել։ Ինչ որ կարող եմ ես ասել այդ ամրաշինական կառույցների հետ կապված, այդ ամրաշինական կառույցները, մասնավորապես բունկերները, առաջնահերթ կառուցվում են, որպեսզի զինվորների կենսունակությունը, անվտանգությունը ապահովեն, բայց բունկերները երկրի անվտանգությունը չեն ապահովում։ Մասնավորապես կառուցվում են խորքում, այսինքն ոչ առաջնագծում, եւ իրենց առաջնագծին շատ մոտ, բայց եթե իրանք փոխկապակցված չեն լինելու ընդհանուր հրամանատարական համակարգի հետ եւ չեն ունենալու նաեւ այլ ուժեր, որոնք որ բավականին մանևրելու հնարավորություն են ունենալու, հնարավոր է դժվարություններ լինի, բայց կենսունակությունը զինված ուժերի ապահովում է։ Ես իմ համար, իմ մոտեցման համար սա եւս շարունակություն է ստատիկ պաշտպանության, որը ես գտնում եմ, որ ոչ այդքան մեր զինված ուժերի խնդրի կատարման առումով մեծ փոփոխություն է, բայց առնվազն զինծառայողները պաշտպանված են լինելու։ Այսինքն դրանց նշանակությունը մարտավարական է լինելու եւ լայնածավալ պատերազմի դեպքում էական հարց չեն լուծելու։ Ես կարծում եմ, որ այո, մարտավարական մակարդակում ինչ որ խնդիրներ կլուծվեն, բայց այսօրվա ժամանակակից պատերազմների վարման պարագայում էֆեկտիվությունը չեմ կարող բարձր գնահատել։ Քանի որ խրամատը փոխանցվել է բունկերով, իհարկե շատ մեծ է ավելի պաշտպանվածությունը զինվորի, զինծառայողի, բայց շատ ստատիկ համակարգ է եւ հաշվելի եւ հաշվարկելի։ Իսկ այն ինչ որ հիմա օրինակ մենք տեսնում ենք ռուս-ուկրաինական ճակատում, մենք տեսնում ենք, որ բունկերները չեն աշխատում։
Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ժամանակ շատ դինամիկ է փոփոխվում իրավիճակը եւ գրոյին ստորաբաժանումները եթե չեն շրջանցում, ապա այլ ձևաչափով են խնդիրները լուծում այդ տիպի շինությունների։ Այո։ Երևի թե գիտեք ինչ մեծ ամրաշինական կառույցներ երկու կողմն էլ, բայց ի վերջո գրոյին ստորաբաժանումները եւ անօթաչու թռչող սարքերով ուժեղացված խնդիրը լուծում են։ Պարոն Տոնյան, մայիսի վերջին Հայաստանի կառավարությունը ցուցադրեց այն ողջ սպառազինությունը, որը 44-օրյա պատերազմից հետո նախորդ տարիներին, այսպես ասենք, Հայաստանը ձեռք է բերել, դատելով այդ սպառազինությունից ինչ կարող եք ասել, ինչ գնահատական կարող եք տալ Հայաստանի զինված ուժերի կարողությունների ինչ վիճակում են հիմա։ Ձեռք բերված սպառազինությունը բավականին ուրախալի է։ Ես որպես նախկին պաշտպանության նախարար ուրախ եմ, որ այդ հնարավորությունները կա, ձեռքբերումները ընդլայնվել է ձեռքբերումների, այսպես ասած շուկան, բայց մինչև սպառազինությունը չկիրառվի, անկախ նրանից սպառազինությունը խորհրդային միության արտադրության, Ռուսաստանի արտադրության, թե Միացյալ Նահանգների, թե Ֆրանսիայի, թե Հնդկաստանի, մինչև այդ սպառազինությունը դառնա կարողություն, պետք է ժամանակ անցնի։ Բացի դրանից այդ ցուցադրումը քաղաքական բնույթ է եղել, այսինքն ցանկացած շքերթը քաղաքական միջոցառում է։ Շքերթը ռազմական շատ նվազ կարող է կարգապահության այլ խնդիրների պատասխաներ տա, բայց քաղաքական առումով իր խնդիրը լուծել է շքերթը։ Դուք նկատի ունեիք նախընտրական նպատակներով էր դա որպեսզի Իհարկե դա քանի որ ընտրություններից առաջ է եղել, բնական է դա կարող է նաև նախընտրական բնույթի կոչվել, բայց ընդհանրապես ցանկացած շքերթ ունի քաղաքական նպատակ, քաղաքական միջոցառում է դա։ Բայց այնտեղ օրինակ ցուցադրվեցին զգալի թվով անօթաչուներ, ընդհանրապես շատ լավ է, մեր սպառազինմեր ռազմաարդյունաբերության զարգացմանը դա ցուցադրում շատ բաներ կա, որ իրականում ուրախացնում է, բայց ընդհանուր առմամբ իմ փորձից ելնելով մինչև այդ ամեն ինչը չի կիրառվում, չի փորձարկվում, շատ դժվար է կարողություն դա գնահատել որպես միջոց է դեռևս։ Ընդհանրապես այո, հիմա Հայաստանի իշխանությունները ասում են, որ շեշտը դրվել է բանակ ավելի մոբիլ, ճանապարհ են անցնում դեպի պրոֆեսիոնալ բանակ կառուցելու առումով։ Դուք այս առումով ինչ զարգացումներ եք տեսնում։ Ըստ տեղեկությունների այդ առումով Հայաստանին օգնում են արևմտյան ռազմական խորհրդատուները, խոսում են ֆրանսիական ռազմական փորձագետների մասին։ Մենք տեսնում ենք, որ անվտանգության ոլորտում արևմտյան շատ երկրների հետ այլ մակարդակի հարաբերություններ կան, չգիտեմ, ֆրանսիական ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններն են այստեղ համատեղ ձեռնարկություններ ստեղծում հայկական ընկերությունների հետ։ Դուք ինչ զարգացումներ եք տեսնում։ Հայկական բանակը, զինված ուժերը կերպարանափոխվում են, դառնում են ավելի մոբիլ, ինչ կարող եք ասել։ Այն տեղեկությունը, որը դուք տեսնում եք, հանրային է, որը մենք ենք տեսնում, բայց դուք ձեր փորձով, գիտելիքով ավելի լավ կարող եք կարդալ այդ տեղեկությունը ու հետեւաբար ինչ կարող եք ասել մեզ։ Այնինչ որ դուք ասացիք հիմա, այդ ամեն ինչը որպես ցանկություն ձևակերպված է նաև հայեցակարգային փաստաթղթերում։ Ավելի մանևրային, ավելի կենտրոնացված պլանավորմամբ եւ ավելի լուրջ համակցությամբ բոլոր էլեմենտների զինված ուժերի կապի հրամանատարման համակարգի, կոմպյուտերային համակարգի, համացանցի, արհեստական բանականության, այդ ամեն ինչի վերաբերյալ զինված ուժերի ղեկավարությունը խոսում է։ Հույս ունեմ, հուսով եմ, որ այդ ամեն ինչը իրականացվում է։ Ավելի ինքնաբավ փոքր ստորաբաժանումներ են լինելու, ապահովելու են այդ մինչ ամրացված շրջանների տարածքները, ամրացված շրջանների միջև ընկած տարածքները, այդ ամեն ինչը դեռևս խոսքերով եւ նախաձեռնություններով շատ ուրախացնում է ինձ։ Դինամիզմ է մտցնում պաշտպանության մեջ։
Դուք ինչ եք կարծում, տեսանելի հեռանկարում Հայաստանը կարող է ռազմական հավասարակշռություն հասնել Ադրբեջանի հետ։ Եթե խոսում ենք ռազմական ներուժի վերաբերյալ, ռազմական պոտենցիալի վերաբերյալ, շատ դժվար է հասնել հավասարակշռության մի երկրի հետ, որը որ քեզ եւ ժողովրդավարական առումով է գերազանցում եւ տնտեսական ներուժի։ Բացի դրանից դուք գիտեք, որ դրան միանում է նաեւ մեր հարևանների դաշնակցային հարաբերությունները, որոնք որ Շուշիի համաձայնությունները։ Թուրքիան նկատի։ Թուրքիան, այո։ Բայց ավելացել է նաև Պակիստանը, այս վերջի զորավարժությունները։ Շատ դժվար է խոսել ներուժի վերաբերյալ, ռազմական ներուժի, որը որ նյութական եւ հոգեվոր ռեսուրսների միակցություն, համակցություն է։ Այսինքն, եթե հարցը մի փոքր այլ կերպ ձևավորենք, դուք առաջիկայում, չգիտեմ, 10-20 տարվա ընթացքում քիչ հավանական եք համարում, որ Հայաստանը կկարողանա ինքնուրույն պարիտետը հասնել պարիտետի Ադրբեջանի։ Ես հավանական եմ համարում, որ զինված ուժերի մարտունակությունը կբարձրանա այն մակարդակի, որը որ մինչև որևիցե ոտնձգություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ սկսելը 10 անգամ հակառակորդը կմտածի, որովհետև այն վնասը, որը որ կարողանա զինված ուժերը հասցնել հակառակորդին, կլինի իր համար շոշափելի, անընդունելի միգուցե եւ շոշափելի։ Պարոն Տոնոյան, այս հարցի մասին շատ է խոսվել, բայց ես ուզում եմ նորից անդրադառնանք այս հարցին։ Մենք մեր հարցազրույցը սկսեցինք հիշատակելով 44-օրյա պատերազմը, շուտով 6 տարին կլռանա այդ պատերազմի ավարտից հետո ինչ անցել է։ Ձեր գնահատմամբ որն էր մեր պարտության, Հայաստանի հայկական կողմի պարտության հիմնական պատճառը կամ հիմնական պատճառները որոնք էին։ Սարգիս ջան, առաջի հերթին մենք պետք է հասկանալ պարտության տակ ինչ ենք հասկանում։ Նոյեմբերի 9-ը, երբ որ հրադադարը կնքվեց, հայտարարություն եղավ 3 երկրների։ Դա դիտարկում ենք որպես պարտություն, թե պարտություն ենք դիտարկում այն, ինչը իրականացվեց նոյեմբերի 9-ից հետո։ Ես նկատի ունեմ ռազմական գործողությունները մինչև նոյեմբերի 9-ը ունեցել են թերություններ, խնդիրներ, բայց ամբողջական զինված ուժերը հնարավորինս լուծել է իր խնդիրը եւ ապահովել է առնվազն նոյեմբերի 9-ի փաստաթղթի կնքումը եւ հայ մնակչության արցախցիների իրենց բնորանում մնալու խնդիրը։ Բացի դրանից եղել են տարածքային կորուստներ, խարխլվել է անվտանգության գոտին, ապահովման գոտին, բայց արցախցիները տեղում էին եւ իրանց տեղում լինելը ապահովում էր նաեւ Ռուսաստանի խաղաղապահների կողմից։ Մենք Ռուսաստանի խաղաղապահներին դեռ կանդրադառնանք։ Ես ճիշտ եմ հասկանում ձեզ, որ դուք կարծում եք, որ այն ներուժը, որը ուներ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն պատերազմը սկսելու պահին 2020 թվականի սեպտեմբերին մեր պարտությունը երաշխավորված էր։ Մենք չենք կարող պատերազմել Ադրբեջանի դեմ։ Ես չէի ամանի դա, որ երաշխավորված էր, բայց այն պահից սկսած, երբ որ մի քանի երկրի ներուժ գումարվեց իրար, մեր գնահատականը այն էր, որ անհնարին է, որ մենք կարողանանք զսպում իրականացնենք առանց արտաքին ուժերի աջակցության։ Եվ այդ ընթացքում 44 օրվա մեջ, հոկտեմբերի 10-ին, 18-ին եւ 26-ին տարբեր ԵԱԿ խմբի համանախագահների, Մինսկի խմբի համանախագահների կողմից եղան միջնորդություններ եւ կնքվեցին 3 հրադադարի պայմանավորվածություններ Ռուսաստանի 10-ին, 18-ին Ֆրանսիայի եւ 26-ին Միացյալ Նահանգների միջնորդությամբ, որոնք չգործեցին անգամ 15-20 րոպե կամ։ Իսկ ինչի չգործեցին։ Խախտումները միանշանակ հակառակորդի կողմից էին։ Բա այդ պարագայում միջնորդ երկիրը ինչ-որ բան չէր ձեռնարկում։ Սահմանափակվում էին ինչ-որ հայտարարությունները։ Ձեզ համար, այսինքն հոկտեմբերի 10-ին արդեն պարզ էր, որ մենք ռազմական պարտություն ենք կրելու։ Ինձ համար պարզ էր, որ ու դա
գլխավոր շտաբի զեկույցներից էր երևում եւ ընդհանրապես իրավիճակից ելնելով պարզ էր, որ մենք շատ մեծ դժվարությունների առջև ենք կանգնած։ Հոկտեմբերի առաջի շաբաթվա ընթացքում արդեն։ Այո, երբ որ ճեղքումն իրականացվեց։ Բացի դրանից, երբ որ հակառակորդը Հադրութը գրավեց։ գրավեց։ Հոկտեմբերի սկզբին արդեն Հայաստանի ռազմական ղեկավարությանը պարզ էր, որ մենք ռազմական պարտություն ենք կրում։ Ռազմական պարտություն կրելը շատ այսինքն հաղթանակը ոնց են գնահատում, որ հակառակորդը վերադառնալու էր իր ելման դիրքերից, թե Հայաստանի Հանրապետության դրոշը նոր տեղերում էր տեղակայվում։ Ես նկատի ունեմ, որ հակառակորդը առաջ էր գալի եւ տարածքային նվաճումներ ուներ, դա արդեն ռազմական պարտություն էր։ Բայց դա պարտություն չի, դա նահանջ է, որոշ մասերում դա նահանջ էր, որը որ կարող էր եւ այն ժամանակ հետո ունենալ հակառակ բնույթ։ Շատ լավ, հարցս այլ կերպ ձևակերպեմ։ Բայց գլխավոր շտաբի գնահատական այն էր, որ պետք էր ամեն գնով կանգնացնել։ Արդեն հոկտեմբերի սկզբին։ Հոկտեմբերի կեսերից արդեն պարզ էր։ Դուք խոսեցիք Ռուսաստանի խաղաղապահներից, նաև ասացիք, որ Ադրբեջանը ուներ օգնող երկրներ, մենք էլ ունենք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ, հիմա էլ ֆորմալ առումով կա իհարկե Ռուսաստանը ասում է, դե գիտեք, Արցախը այսպես Հայաստանի մաս չէր ֆորմալ, ես հետևաբար չպետք է մասնակցեի, բայց մենք հիշում ենք, որ 23 թվականին այնտեղ ռուս խաղաղապահներ էին եւ ըստ էության ոչինչ չձեռնարկեցին, Ադրբեջանը 23 թվականի սեպտեմբերին 2023 թվականի հայ ազգաբնակչությանը այսպես դուրս մղեց եւ ռուսներն էլ ոչինչ չարեցին։ Ես այդպիսի գնահատականներ տալ չեմ կարող, ես չեմ տիրապետում այն իրավիճակին, նախերգանքին, այդ ժամանակաշրջանի, երբ որ այդ ցավալի գործընթացները իրականացվում էին։ Զուտ այն պատճառով, որ կալանավորված եմ եղել այդ ժամանակաշրջանում եւ դրա նախորդող 2 տարին։ Այո։ Իմ համար շատ դժվար է որևիցե գնահատական տալ ու ես պատասխանները միջև հիմա ինքս իմս չեմ գտել։ Պարոն Տոնյան, ես հիշում եմ, որ եթե չեմ սխալվում նոյեմբերի 10-ին էր 20 թվականի հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում, եթե չեմ սխալվում, դուք ասացիք, որ պատերազմի վերջին օրերին արդեն Հայաստանը չէր կարողանում սպառազինություն ներմուծել, որովհետև ըստ էության հարևան երկրները այս պարագայում բնականաբար Իրանը եւ Վրաստանը պարզապես չէին թողում, հա, եւ կարծես Ռուսաստանն էլ չէր վաճառում։ Ճիշտ եմ ձեզ հասկացել, նման իրավիճակ եղել է։ Նախ սպառազինության ներկրումների խնդիրը մենք ունեցել ենք եւ միջ ռազմական գործողությունների սկիզբը։ Իսկ արգելում էին ներկրել։ Եկեք այսպես անենք։ Ռազմական գործողությունների ընթացքում մենք ունեցել ենք սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ներկրման սահմանափակում, որը որ պայմանավորված էր հարևան երկրների քաղաքական որոշմամբ։ Վրաստանի եւ Իրանի։ Դա բնական է, որ ոչ Ադրբեջանով կարող էինք ներկրել, ոչ Թուրքիայով։ Եվ այդ որոշումը կարծես թե նաև վերաբերում էր Ադրբեջանին։ Բայց մենք տեսնում ենք, որ Վրաստանի հավասարակշռության խնդիր է եղել այդ տեսանկյունից։ Բայց Պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերը գտանք որոշակի եւ մատակարարներ, գտանք տարբերակներ, որպեսզի այդ խնդիրներին լուծում տանք։ Այսինքն Վրաստանով կամ Իրանով մենք այնուամենայնիվ կարողանում ենք զենք ներկրել։ Խուսափեմ պատասխանից։ Շատ լավ։ Եղել են օրինակներ, որ Ռուսաստանը չի մատակարարել պատերազմի ընթացքում մեծ սպառազինություն։ Խուսափեմ այդ պատասխանից, որովհետև մենք դրա մասին խոսել չեմ կարող ես հիմա։ Դուք չեք հերքում դա։ Ես չեմ հերքում։ Ինչը։ Որ Ռուսաստանը պատերազմի ընթացքում մեծ զենք չէր մատակարարում, եղել են այդպիսի օրինակներ։ Ես չեմ հերքում, որ մատակարարում էր։
Ձեր կարծիքով այս ամենից հետո 20 թվականից հետո 21 թվականի ռազմական գործողություններ, 22 թվականի, 23 թվականի Արցախում ինչ որ տեղի ունեցավ։ Ես հիշեցնեմ, որ օրինակ 21-22 թվականներին, երբ որ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի Հանրապետություն, մենք ավելի շատ զոհեր տվեցինք, քան 16 թվականի քարորիայի ժամանակ էր եւ հապկից անգամ դատապարտող հայտարարություն չհնչեց, Մոսկվայից դատապարտող հայտարարություն չհնչեց։ Դուք կարծում եք Հայաստանը պետք է մնա հապկում։ Այդ գնահատականը տալիս է այսօր ռազմաքաղաքական ղեկավարությունը մնալու կամ չմնալու։ Ես տեսնում եմ, որ տալիս է, որ ինչպես է կոչվում, սառեցրել են։ Այո, համագործակցությունը, անդամակցություն։ բայց այնպես չէ, որ ես հակառակը կարող եմ պնդել, որ անհրաժեշտություն կա շարունակելու։ Իսկ անիմաստ է հապկի հետ այլևս ինչ։ Ես այլևս եկեք այդ բառը չօգտագործենք, բայց շատ հնարավոր է ինչ որ այլ լուծումներ, որ այդ կազմակերպության մեր անդամակցությունը միջև քաղաքական որոշում գոյություն չունի, շատ դժվար է գնահատել կողքից պետք է թե պետք չի։ Ես այն պաշտոնյան չեմ եղել, որ հիմա այդպիսի հայտարարություններ անել ամբողջական տեղեկատվություն չունենալով, բայց հապկում կար այլ բաղադրիչ համագործակցության, որը որ կոչվում էր ռազմական համագործակցություն վարժանքների միջոցով, Այո, փոխգործունակության բարձրացման տեսանկյունից, եւ դա էլ հիմա չի կատարվում։ Իսկ մեր սպառազինվածությունը դեռևս խորհրդային միության սպառազինվածություն է։ Մեր ռազմական կանոնադրությունները դեռևս նախկին խորհրդային միության կանոնադրություններ են, որոնք որ որոշակի տեղայնացված են։ Եվ այդ շրջանակներում ինչ որ վակուում է առաջանում հիմա։ Պարոն Տոնոյան, ձեզ մեղադրում են այսպես կոչված անորակ հրթիռների գործով, դուք հերքում եք մեղադրանք, ասում եք, որ սա ըստ էության քաղաքական հետապնդում է, իշխանությունները ինչ են ուզում ձեզնից։ Շատ լավ հարց է, թե իշխանությունները ինձնից ինչ են ուզում։ Իշխանությունները իշխանությունն է, հավատացել է, որ ես այդպիսի գայլի կարայի գնայի։ Իսկ անորակ հրթիռներ ներկրեք, թույլ տակ, որ ներկրեն հայկական։ Չէ, անորակ հրթիռները ոչ թե ներկրվել են, անորակ են կոչվում այն հրթիռները, որ մինչ այսօր կիրառվում են։ Ավելի վաղ արտադրության ժամկետների առումով։ Այսինքն այն հրթիռները, որը պետք է ձեր թույլտվությամբ ներկրվեին, դրանից ավելի հին արտադրության հրթիռներ են այսօր կիրառվում։ 99-95% հրթիռների 91 թվականի արտադրությանը այսօր կիրառման մեջ են 85, 87, 81 թվականի հրթիռներ։ Այն գործով, որը ձեզ մեղադրանք է ներկայացված, ասում են ինչու եք թույլտվել, որ 91-95 թվականների 91 թվականի հրթիռները ներկրեն, այնինչ հիմա կիրառվում է 85 թվականի հրթիռները։ Ներկրել չեն, այդ հրթիռները Հայաստանի Հանրապետությունում ներկրվել են, բայց չեն ընդունվել պահեստ։ Հասկանալի։ Երբ որ պահեստ ընդունելու խնդիրը բարձրացվել է, այդ ժամանակ այդ գործընթացի համար այսպես կարող եմ անվանել այդ process-ը հետին հայացքով իմ քաղաքական կամ հայեցողական որոշմանը գնահատական է տրվում հետին հայացքով ոչ թե այդ բայի իրավիճակի նպատակը ինչն է։ Ես իմ ներուժը չեմ օգտագործում։ Պարոն Տոնոյան, դուք մտադիր եք մուտք գործել քաղաքականություն, այլ որ այս դատական գործերը կավարտվի, հնարավոր է միանաք ընդդիմությանը, Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, չգիտեմ, այլ ուժի, դուք գլխավոր եք ձեր քաղաքական ուժը ստեղծեք։ Եթե նախ առաջի հերթին ես մի քանի անգամ արդեն դրա վերաբերյալ արտահայտել եմ իմ դիրքորոշումը, մինչ չավարտվի այս դատաքննությունը, ես ինձ թույլ չեմ տա մտնելու քաղաքական իշխանության համար պայքարի, որովհետև քաղաքականությունը մի քանի բաղադրիչ ունի։ Իշխանության համար պայքարի ես չեմ ձգտի։ Այո։ Բայց եթե երկրում ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ որ իմ փորձը, իմ գիտելիքները
անհրաժեշտ են լինելու անկախ նրանից թե ես որևիցե քաղաքական թիմին հարում եմ կամ թիմի անդամ եմ, կարծում եմ ցանկացած նախկին պետական աշխատող պետության համար աշխատող մարդ կներգրավի։ Դուք ունեք համակրանք, չգիտեմ, վերջերս նկար անեցին, որ դուք շփվում եք Սամվել Կարապետյանի հետ։ Շփվելը մի քիչ տեսակ ողջունեցիք միմյանց այսպես ունեք, ասենք օրինակ, մտքեր միանալու ընդդիմադիր որևէ ուժ։ Ես որևիցե ուժի միանալու մտադրություն չունեմ։ Շատ լավ, շատ շնորհակալություն ձեզ հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ եթերում Կիրակին էր, հյուրընկալել էինք Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, կհանդիպենք։